Ողջույն սիրելիներս, այսօր ձեզ եմ ներկայացնելու շատ համեղ 4 աղցաններ, որոնք կզարդարեն ձեր տոնական սեղանները։ Առաջինը շերտավոր աղցանն է։ Սկզբում մայոնեզի թթվասերի կամ քամած մածունի մեջ ավելացնում ենք համեմունքները և մի լավ խառնում։ Համեմունքներից օգտագործել եմ սև պղպեղ, աղ և խմելի սունելի։ Տեղափոխում ենք կրեմների համար նախատեսված պարկի մեջ և թողնում մի կողմ։ Այստեղ ունեմ նախապես խաշած բազուկ, ավելացնում եմ աղ պղպեղ և նաև սխտոր։ Տորթերի համար նախատեսված այս օղակներից ենք դնում, չափը դուք որոշեք ինչ չափի և այնուհետև առաջին շերտում ավելացնում ենք եփած հավի միսը խաշելուց ավելացրել եմ տարբեր համեմունքներ, այնուհետև ավելացնում ենք քամած մածունից, որը որ համեմունքներ էի արդեն ավելացրել, հիմա ավելացնում եմ սոխ, ես օգտագործեցի քամած մածուն, բայց դուք կարող եք օգտագործել մայոնեզ կամ թթվասեր կամ ինչպես կցանկանաք։ Սոխն ավելացնելուց հետո մի փոքր այսպես գդալով սեղմում ենք, այստեղ բազուկն է նախապես խաշած քերիչով անցկացրած, արդեն իսկ համեմունքներ վրան ավելացրել եմ, սխտորը, աղ և պղպեղ, նախապես ասեմ, որ մանր քերիչով եմ անցկացրել, ավելի լավ է մանր քերիչով անցկացրած լինի այս դեպքում, կրկին քամած մածունն եմ ավելացնում, ամեն անգամ այսպես ավելացնելուց հետո վերևի հատվածը հարթեցնում ենք, նոր հաջորդ բաղադրիչն ենք ավելացնում, այստեղ ավելացրեցի թթու վարունգը, մանր կտրտած, այնուհետև ավելացնում եմ կարտոֆիլը նախապես եփել եմ աղով, այնուհետև ավելացնում ենք կրկին քամած մածունը համեմունքներով, հիմա կրկին կհարթեցնենք վերևի հատվածը և կավելացնենք կանաչիները ավելացնելուց հետո կրկին այսպես գդալի օգնությամբ հարթեցնում ենք և տարածում բոլոր կողմերով և վերջին շերտը ավելացնում ենք եփած գազարը, որը որ մանր քերիչով եմ անցկացրել, այսպես գդալի օգնությամբ կրկին հարթեցնում ենք և ուղարկում ենք սառնարան 2-ից 3 ժամով։ 3 ժամ անցել է արդեն, հանել եմ սառնարանից և անցել եմ ձևավորելուն, նախապես քամած մածունը համեմունքներով մի փոքր պահել էի, որպեսզի վերջում այսպես ձևավորեմ, ձևավորեք ինչպես կցանկանաք, ուղղակի ես այս տարբերակով նախընտրեցի ձևավորեմ, այնուհետև այսպես նռան հատիկներ եմ ավելացնում վրան և նաև կզարդարենք մի փոքր կանաչիներով և մեր համեղ ու գեղեցիկ աղցանը պատրաստ կլինի, ինչպես տեսնում եք պատրաստ է, հիմա նաև աղցանը կկտրեմ և կտեսնեք կտրած վիճակով ինչպիսի տեսք ունի։ Սիրելիներս, կարող եք պատրաստել հենց այս բաղադրատոմսով և ձեր տոնական սեղանները գեղեցկացնել այս համեղ ու հիանալի աղցանով։ Հիմա կանցնենք նաև մյուս աղցանին։ Հաջորդ աղցանը հավի մսով և եգիպտացորենով շատ համեղ ու տոնական աղցան է։ Սկսենք պատրաստելը։ Այստեղ ունեմ գազարը քերիչով անց եմ կացրել, հում վիճակով է գազարը, ավելացնում ենք եգիպտացորենը, այնուհետև ավելացնում ենք հավի միսը նախապես խաշել եմ տարբեր համեմունքներով, արդեն իսկ իմ ալիքում կա թե ինչպես խաշել, որ շատ համեղ ստացվի, ավելացնում ենք սամիթը, շատ կարևոր է այս աղցանում սամիթը, կես բաժակ սամիթ ենք ավելացնելու, կանաչ սոխ, այնուհետև այստեղ ունեմ թթվասերի մեջ ավելացնում ենք աղն ու պղպեղը և ավելացնում մյուս բաղադրիչներին, մի լավ կխառնենք այնպես, որպեսզի բոլոր բաղադրիչները լավ խառնված լինեն և մեր համեղ ու գեղեցիկ աղցանը պատրաստ կլինի շուտով։ Ահա և պատրաստ է մեր աղցանը, մնում է ձևավորենք, ձևավորում ենք ձիթապտղով, այսպես կտրտել եմ և ձևավորել աղցանը, դուք էլ կարող եք հենց այսպես ձևավորել, իսկ եթե չեք ցանկանում աղցանը այս տարբերակով ձևավորել, ուղղակի ձիթապտուղը կարող եք կտրտել և ավելացնել աղցանի մեջ, շատ համեղ է ստացվում, իսկ սամիթը յուրահատուկ համ է տալիս այս աղցանին։ Անցնենք հաջորդ աղցանի պատրաստմանը, իմ ամենասիրելի աղցաններից մեկն է սա, բանջարեղենային շատ համեղ աղցան։ Սկզբում պետք է սմբուկը կտրտենք, ահա այսպես կտրտում ենք և ավելացնում ենք վրան աղ, այնուհետև կթողնենք, որպեսզի մնա 15-ից 20 րոպե, մի կողմ ենք դնում և անցնում ենք պղպեղի
կտրտելուն։ Պղպեղն էլ այսպես երկար կտրտում ենք և մի կողմ դնում։ Մեկ գլուխ սոխը կտրտում ենք կիսալուսնաձև և կրկին մի կողմ ենք դնում։ Ահա 15 րոպե անցել է և հյութը դուրս է տվել, չորացնում ենք խոհանոցային անձեռոցիկով, առատ ձեթ ենք ավելացնում տաք թավայի մեջ և տապակում ենք սմբուկները։ Այս տարբերակով տապակելուց շատ բուսայուղ չենք օգտագործում։ Սկզբում ինչքան բուսայուղ ավելացրել եմ, մինչև ավարտը տապակելու նույն բուսայուղն ենք օգտագործելու, ընթացքում ոչ մի կաթիլ բուսայուղ չեմ ավելացնում։ Հիմա կտապակենք սոխը, ահա այսպիսի երանգ պետք է ստանա և հանում ենք ավելացնում սմբուկի վրա։ Հիմա նույն բուսայուղի մեջ տապակում ենք նաև կարմիր պղպեղը և կավելացնենք մնացած բաղադրիչներին։ Այստեղ շատ կարևոր է հենց թանձրուկը, որը որ պետք է պատրաստենք բուսայուղի և բալսամիկ քացախի խառնուրդով։ Ավելացնում ենք աղ, պղպեղ, ալեպի պղպեղ և 3 պաճ սխտոր, որը որ նախապես ճզմել եմ, և ավելացնում ենք քունջութի սերմերը։ Մի լավ խառնում ենք այս թանձրուկը և ավելացնում ենք մեր աղցանին։ Ավելացնում ենք նաև մաղադանոս և համեմ, մի լավ խառնում ենք և թողնելու ենք մնա 15-ից 20 րոպե։ Այդ ընթացքում համերը խառնվում են և մեր աղցանը հիանալի համ է ստանում։ Սիրելիներս, պատրաստեք այս հիանալի ու համեղ աղցանը և կարծում եմ արդյունքից հաստատ գոհ կմնաք և կդառնա ձեր ամենասիրելի բաղադրատոմսերից մեկը։ Հաջորդ աղցանը շատերիս կողմից սիրելի բազուկով և ընկույզով աղցանն է։ Նախապես բազուկը խաշում ենք, այնուհետև քերիչով անց ենք կացնում, ավելացնում ենք ընկույզ, ավելացնում ենք համեմ և մաղադանոս, այնուհետև սա մի կողմ ենք դնում և անցնում ենք մնացած բաղադրիչներին։ Քամած մածունով եմ կրկին պատրաստելու, ավելացնում ենք համեմունքները, սխտորը և մի լավ կխառնենք։ Շատերդ արդեն իսկ տեղյակ եք, որ ավելի շատ օգտագործում եմ քամած մածուն աղցաններում, բայց շատ դեպքերում նաև օգտագործում եմ թթվասեր։ Ահա արդեն իսկ խառնեցինք, վերջացրեցինք, ավելացնում ենք մնացած բաղադրիչներին և մի լավ կխառնենք, բոլոր բաղադրիչները իրար հետ խառնված կլինեն և մեր աղցանը պատրաստ կլինի։ Սիրելիներս, նախօրոք չնշեցի, որ երբ որ քերիչով անց եք կացնում բազուկը, անպայման քամիչով անց կացրեք, որպեսզի այդ հյութը դուրս տված չօգտագործենք աղցանի մեջ։ Իհարկե այդ հյութը խմում ենք հետո, որովհետև շատ օգտակար է, բայց աղցանի մեջ չենք թողնում, որպեսզի աղցանը ջրիկ չստացվի։ Ահա և պատրաստ է մեր հիանալի աղցանը, ուղղակի ձևավորում ենք կանաչիներով կամ ձեր նախընտրած տարբերակով ձևավորեք, նաև նուռ ենք ավելացնում և այստեղ ընկույզներ ենք ավելացնում։ Սիրելիներս, այս 4 աղցանների բաղադրիչների քանակը կգտնեք մեկնաբանության դաշտում։ Շնորհակալություն ձեր դիտումների և լայքերի համար։ Եթե հավանել եք տեսանյութը, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք և եթե առաջին անգամ եք իմ ալիքում, սեղմեք բաժանորդագրման կոճակին, նաև զանգակ կոճակին, որպեսզի ստանաք ծանուցում իմ նոր տեսանյութերի։ Բոլորիդ ուրախ տոնական օրեր եմ մաղթում։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։